2025 թվական ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գործունեությունն ու վարած խորհրդարանական դիվանագիտությունը։ Արտերկիր կատարած այցեր, պաշտոնական ու աշխատանքային հանդիպումներ, միջազգային խորհրդարանական հեղինակավոր կազմակերպություններում ելույթներ եւ ընդունելություններ։ Խորհրդարանական այս համատեքստում էլ ընթացավ 2025 թվականը Ալեն Սիմոնյանն իր առաքելությունն անցնող տարում եւս իրականացրել է երկրի համար կարևոր մի քանի ասպեկտներով։ Ամենատարբեր հարթակներից ազգային ժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում հարատև խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի նախաձեռնություններն ու հայկական ձգտումները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ համատեքստում կարևորել Վաշինգտոնյան եռակողմ հանդիպումն ու Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման հաղորդակցության ծրագիրը։ Ալեն Սիմոնյանը տարբեր ամբիոններից ներկայացրել է ժողովրդավարության պաշտպանության մեր ուղիները, Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն հարաբերություններին, վիզաների ազատականացմանը վերաբերող գործընթացները։ Վերոնշյալների զուգահեռ Ալեն Սիմոնյանի համար սկզբունքային էին միջազգային գործընկերների ու միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարների հետ ջերմ հարաբերությունների հաստատումը, փոխգործակցության ուղիների ընդլայնումը, տարբեր երկրների հետ տնտեսական կապերի զարգացումն ու Հայաստանն առավել ճանաչելի դարձնելը։ Տարվա ընթացքում տեղի ունեցած յուրաքանչյուր հանդիպում ուներ հստակ նպատակ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2025 թվականին ունեցել է 12 արտերկրյա այց։ Աշխարհագրությունը հետևյալն է։ Փետրվարի 3-ից 5 պաշտոնական այց Լյուքսեմբուրգ։ Ալեն Սիմոնյանը հանդիպել է մեծ դքսության падգամավորների պալատի նախագահի, Լյուքսեմբուրգի նորին արքայական մեծության դքսի թագաժառանգի, դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առևտրի նախարարի հետ։ Քննարկումներում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցերին ու ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Խոսվել է վիզաների ազատականացման վերաբերյալ, կարևորվել Եվրամիության խորհրդի Հայաստանում քաղաքացիական առաքելության մանդատը եւս 2 տարով երկարաձգելու որոշումը։ Փետրվարի 6-ից 8 աշխատանքային այց Բելգիա։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ֆլանդրիայի խորհրդարան, ապա Սենատ։ Գործընկերներին Ալեն Սիմոնյանը ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ դրա իրագործմամբ տարածաշրջանի երկրներին ընձեռվող նոր հնարավորությունները։ Փետրվարի 19-ից 23 աշխատանքային այց Իտալիա։ Ազգային ժողովի նախագահը Հռոմում հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցել է միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նստաշրջանի բացմանը։ Ձգտում ենք դառնալ միջերկրածովյան համագործակցության մեխանիզմների կառուցողական մասնակից եւ պատրաստ ենք աշխատել բոլոր գործընկերների հետ ի շահ ընդհանուր բարօրության, ելույթում նշել է ազգային ժողովի նախագահը։ Իտալիայում Ալեն Սիմոնյանը հանդիպել է падգամավորների պալատի նախագահի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցերով համազեկուցող մոնիթորինգի հանձնաժողովի անդամի հետ։ Հայ-իտալական օրակարգին եւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերից բացի քննարկումների առանցքում եղել են նաեւ Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացները։ Ալեն Սիմոնյանը Հռոմում մասնակցել է Սենատում անցկացված Եվրամիության քաղաքականությունների հանձնաժողովի Հայաստանին նվիրված լսումներին, որի շրջանակում հանդես է եկել ելույթով եւ պատասխանել իտալացի խորհրդարանականների հարցերին։ Մարտի 19-ից 22 աշխատանքային այց Ֆրանսիա։ Ստրասբուրգում Ալեն Սիմոնյանը մասնակցել է խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին եւ ժողովրդավարության պաշտպանության թեմայով հանդես եկել ելույթով։ Վերահաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, որոնք երբեք չենք դադարելու պաշտպանել, հեղինակավոր ամբիոնից հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ Համաժողովի աշխատանքների զուգահեռ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային ժողովի եւ Մեքսիկայի սենատի նախագահներին ու Շվեդիայի Ռիքստագի նախագահի առաջին տեղակալին, քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Ապրիլի 16-ից 19 աշխատանքային այց Ռուսաստանի Դաշնություն։
Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որին հաջորդել է հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը։ Մասնակիցներին ելույթով դիմել է ազգային ժողովի նախագահը։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հիշողությունը մեր ընդհանուր պատմության մի մասն է, Պետերբուրգում ասել է Ալեն Սիմոնյանը։ Մայիսի 12-ից 16 պաշտոնական այց Ղազախստան։ Հանդիպումների շարքը մեկնարկում է Մաժլիսից, որին հաջորդում է հանդիպումը Ղազախստանի նախագահի, խորհրդանի սենատի նախագահի հետ։ Ջերմընդունելություն փոխադարձ ողջույններ։ Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին։ Ազգային ժողովի նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Պաշտոնական հանդիպումներից հետո Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Ղազախստանի ազգային թանգարանում։ Հունիսի 2-ից 3 աշխատանքային այց Վրաստան։ Ալեն Սիմոնյանը Թբիլիսիում հանդիպել է իր պաշտոնակցին։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ քննարկվել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հուլիսի 12-ից 15 աշխատանքային այց Ֆրանսիա։ Օրակարգային հագեցած հանդիպումներ Սենատի և Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահների հետ։ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության, տնտեսական զարգացման, դիմակայության ամրապնդման հարցերում մեր երկրին անսասան աջակցության համար, նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում եղբայրական Ֆրանսիայի քայլերը։ Քննարկման առանցքում էին Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող հարցերը։ Մեր երկրի ազգային ժողովի նախագահը Փարիզում ներկա է գտնվել նաև Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված զորահանդեսին։ Սեպտեմբերի 3-ից 6 պաշտոնական այց Ղրղզստան։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղրղզական հանրապետության խորհրդարանի նախագահի, հանրապետության նախագահի և վարչապետի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։ Ղրղզական կողմը ողջունել է Վաշինգտոնում ընդունված հռչակագիրն ու նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը։ Ալեն Սիմոնյանը հանդիպումներում ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Քննարկումներից անմասն չեն մնացել տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը։ Սեպտեմբերի 22-ից 27 աշխատանքային այց Իսպանիա։ Ջերմընդունելություն և գործընկերային կապեր այս համատեքստում էլ ընթացել են Իսպանիայի թագավորության, պատգամավորների կոնգրեսի նախագահի և սենատի նախագահի հետ հանդիպումները։ Առանցքում Հայաստան-Իսպանիա հարաբերություններն էին, որի համատեքստում շեշտը դրվել է միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաև տնտեսական, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վրա։ Կարևորվել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների նախագահների ստորագրած համատեղ հռչակագիրն ու անդրադարձ կատարվել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման հաղորդակցության ծրագրին։ Ընդգծվել է, որ ծրագիրը կդառնա միջին միջանցքի կարևոր բաղադրիչ, ապահովելով Եվրոպայի հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև անխոչնդոտ կապը։ Իսպանիան սպասում է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը, նշել են իսպանացի պաշտոնյաներն ու հավելել, որ խաղաղության հաստատումն այլընտրանք չունի։ Այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որը կազմակերպել էր Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։ Իսպանիայում ազգային ժողովի նախագահը Էլմունդո պարբերականի խնդրանքով հարցազրույց է տվել լրատվամիջոցին։ Հոկտեմբերի 19-ից 24 աշխատանքային այց Շվեյցարիա։ Ժնևում կայացել է միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովը, որին մասնակցել է ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Առանցքում տարբեր երկրներում տեղի ունեցած ճգնաժամային իրավիճակներն ու հումանիտար կոլապսներն էին։ Ալեն Սիմոնյանը միջազգային գործընկերներին դիմել է ելույթով։ Մարդասիրական աշխատանքն անբաժան է խաղաղության մեր ձգտումներից, շեշտել է մեր երկրի խորհրդանի ղեկավարն ու անդրադարձել Վաշինգտոնյան հանդիպմանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ
Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները ստորագրեցին համատեղ հռչակագիր, որը կարևոր քայլ էր տասնամյակներ տևած հակամարտության եւ տառապանքների դադարեցման հարցում։ Նույն օրը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը։ Հայաստանը կաշխատի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ, ապահովելով TRIP-ի միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղու նախաձեռնության իրականացումը։ TRIP ենթակառուցվածքային նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից։ Իր հռչակած խաղաղության խաչմերուկ ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը, նախատեսելով երկաթուղու զարգացում, ինչպես նաև մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի եւ կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի եւ հարակից երկրների միջև։ Երկխոսությունն ու խաղաղությունն այլընտրանք չունեն եւ պետք է փոխարինեն անհամաձայնությանն ու պատերազմին պետք է լինի կարեկցանք, այլ ոչ թե անգործություն, փաստել է Ալեն Սիմոնյանը։ Վեհաժողովի շրջանակում եղել են նաեւ հանդիպումներ Դանիայի պատվիրակության ղեկավարի Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ։ Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան ընդգծել են կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը։ Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2 պաշտոնական այց Հունաստան։ Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացում, բարեկամական խմբերի համագործակցություն այս հարցերի քննարկմամբ էլ մեկնարկել են ազգային ժողովի նախագահի հանդիպումները Հունաստանի խորհրդարանի ղեկավարի, նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ։ Անդրադառնալով հայ-հունական հարաբերություններին Ալեն Սիմոնյանն առաջարկել է քայլեր ձեռնարկել երկու երկրների կապերը ռազմավարական համագործակցության մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Հանդիպումներում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին եւ Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Առանցքային հարցերի շրջանակում էր Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծը եւ մեր երկրի կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Մինչ Երևան վերադառնալն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու հայ խորհրդարանականները Աթենքում հանդիպել են նաև Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարին։ Խորհրդարանական դիվանագիտության համատեքստում Ալեն Սիմոնյանը գործել է ԻՇԱ Հայաստանի Հանրապետության առաջընթացի եւ զարգացման, առաջ մղելով իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված բազմաշերտ ուղղությունները։